Հարսնաձորի լեգենդը սերիալը հասել է իր վերջին կանգառին։ Վաղը հեռուստադիտողները վերջապես կտեսնեն վերջին սերիան, այն դրվագը, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և փակվի այս երկար, լարված ու հուզական պատմությունը։ Այսօր սերիալը չի ցուցադրվի, և այդ սպասումը կարծես ավելի է մեծացնում հետաքրքրությունը։ Սոցիալական ցանցերում արդեն ակտիվ քննարկումներ են ընթանում, մարդիկ փորձում են գուշակել, թե ինչ ավարտ է պատրաստել ստեղծագործական թիմը և հատկապես ինչ ճակատագիր է սպասվում Արմոյին։ Նախավերջին սերիայից հետո ամբողջ պատմության մթնոլորտը փոխվեց։ Սաքոյի զոհաբերությունը դարձավ այն շրջադարձը, որը բառացիորեն ցնցեց հանդիսատեսին։ Շատերը սպասում էին, որ նա պատժվելու է կամ վերջնականապես կկործանվի, բայց սերիալն ընտրեց շատ ավելի հուզիչ ճանապարհ։ Սաքոն մահացավ փրկելով Նարեին ու Հայկին, և հենց այդ պահին նրա կերպարն ամբողջությամբ վերաիմաստավորվեց։ Նա երկար ժամանակ ապրեց սխալների, ցավի ու մոլորության մեջ, բայց վերջին պահին կարողացավ անել ամենակարևոր քայլը՝ զոհաբերել իրեն ուրիշների համար։ Սա դարձավ նրա ուշացած քավությունը։ Այդ պատճառով էլ շատ հեռուստադիտողներ հիմա նույնիսկ խղճում են Սաքոյին, որովհետև նա վերջում մահացավ ոչ թե որպես չարագործ, այլ որպես մարդ, ով փորձեց ուղղել իր սխալները։ Բայց սերիալը դրանով չսահմանափակվեց։ Նարեի երեխայի կորուստը դարձավ երկրորդ իսկական հարվածը։ Այն պահը, երբ թվում էր հերոսները կարող են վերջապես մի փոքր խաղաղություն գտնել, պատմությունը կրկին գնաց ողբերգական ուղղությամբ։ Նարեի կորուստը շատ խորհրդանշական էր։ Սերիալը կարծես ցույց տվեց, որ բռնությունն ու ատելությունը երբեք միայն մեկ մարդու չեն կործանում, դրանց հետևանքները հասնում են բոլորին։ Հայկի և Նարեի գիծը հիմա հավանաբար լինելու է վերջին սերիայի ամենահուզիչ հատվածներից մեկը։ Նրանք ամբողջ պատմության ընթացքում անցան բաժանումների, վեճերի, ցավերի միջով, բայց միշտ վերադառնում էին իրար մոտ։ Եվ հիմա, երբ նրանք կորցրել են երեխային, շատ հնարավոր է, որ հենց այդ ցավը նրանց վերջնականապես միավորի։ Միևնույն ժամանակ, բոլորի ուշադրությունը շարունակում է մնալ Արմոյի վրա։ Արմոն արդեն անցել է այն սահմանը, որից հետո վերադարձ չկա։ Սաքոյի մահից հետո նա դարձավ սերիալի ամենամութ կերպարը։ Նա այլևս պարզապես մարդ չէ, ով սխալներ է գործել, նա դարձել է վտանգ, որը սպառնում է բոլորին։ Հենց դրա համար էլ վերջին սերիայի գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է ավարտվելու Արմոյի պատմությունը։ Շատ հեռուստադիտողներ համոզված են, որ նա ողջ չի մնա, և դա իսկապես շատ հավանական է թվում։ Սերիալն ամբողջ ընթացքում ցույց էր տալիս նրա հոգեբանական անկումը։ Նա կորցնում էր վերահսկողությունը, դառնում ավելի ագրեսիվ և ավելի անկանխատեսելի։ Այդպիսի կերպարները սովորաբար երկու ավարտ են ունենում՝ կամ ամբողջովին միայնակ են մնում, կամ կործանվում են սեփական արարքների պատճառով։ Հնարավոր է, որ վերջին սերիայում Արմոն փորձի վերջնական հարված հասցնել Ադամյանների ընտանիքին։ Վռամը դեռ վտանգի մեջ է, Սոնան նույնպես, և եթե Արմոն զգա, որ այլևս կորցնելու ոչինչ չունի, ապա կարող է գնալ ամենածայրահեղ քայլին, բայց շատ հնարավոր է նաև, որ հենց վերջին պահին նա կանգնի իր արարքների իրական հետևանքների առաջ։ Սաքոյի մահը կարող է դառնալ այն կետը, որտեղ նույնիսկ Արմոն կհասկանա, թե ինչքան կյանքեր է կործանել, և եթե սերիալը որոշի գնալ ավելի հոգեբանական ավարտի ճանապարհով, ապա հնարավոր է նրա վերջը լինի ոչ թե պարզապես ֆիզիկական պատիժ, այլ ամբողջական հոգեբանական փլուզում։ Լալայի գիծը ևս շատ կարևոր դեր կունենա վերջին սերիայում։ Վերջապես նա իր երեխայի հետ է, և Լալան ամբողջ ընթացքում կորցնում էր, պայքարում, նորից ոտքի կանգնում, բայց երբեք չհանձնվեց։ Շատ հավանական է, որ հենց վերջին սերիայում Լալան էլ կունենա իր հաղթանակը և հավանաբար վերջապես կհաշտվի եղբոր կնոջ՝ Անիկի հետ։ Նա եկել է Անիկի մոտ ու ասում, որ այլևս պարտք ու պահանջ չունի այդ ընտանիքի հետ։ Իհարկե, Անիկը նրան ասում է, որ դրա համար շատ մեծ գին են վճարել։ Սոնայի և Վռամի պատմությունը հավանաբար նույնպես կստանա հուզիչ հանգուցալուծում։ Սոնայի հղիությունն ամբողջությամբ փոխում է նրանց հարաբերությունները։ Երեխան դառնալու է ոչ միայն ընտանիքի շարունակությունը, այլ նաև նոր հույսի խորհրդանիշը։ Հնարավոր է, որ վերջին տեսարaniներից մեկում սերիալը ցույց տա հենց այդ նոր սկիզբը՝ նոր կյանք, նոր ընտանիք, նոր հնարավորություն։ Սա շատ խորհրդանշական ավարտ
ավարտ կլինի մի պատմության համար, որն ամբողջ սերիալի ընթացքում խոսում էր ցավի, սխալների և փրկության մասին։ Ընդհանուր առմամբ «Հարսնաձորի լեգենդն» ավարտվում է շատ ծանր, բայց միաժամանակ խորքային ձևով։ Այս սերիալը ցույց տվեց, թե ինչպես կարող են մարդիկ միմյանց կործանել, ինչպես կարող են ուշացած հասկանալ իրենց սխալները և ինչպես նույնիսկ ամենամութ պատմությունների մեջ կարող է մնալ հույսի փոքր լույս։ Վաղվա վերջին սերիան անկասկած լինելու է ամենահիշվողներից մեկը։ Կլինեն արցունքներ, վերջին բախումներ, բացահայտումներ և հրաժեշտ հերոսներին, որոնցով հանդիսատեսը երկար ժամանակ ապրում էր։ Եվ երբ ավարտվի «Հարսնաձորի լեգենդը», շատերի համար այն կմնա որպես սերիալ, որը ոչ միայն պատմեց դրամատիկ պատմություն, այլ նաև ստիպեց մարդկանց մտածել ընտանիքի, սիրո, մեղքի և, իհարկե, ներման մասին։ Դե ինչ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող անցուդարձի մասին և ոչ միայն։